հնարավոր է արդյոք վիրահատական ինչ-որ եղանակով մարդու հոդին կյանք տալ եւ իրեն կյանք տալ, որովհետեւ ինչպես ասենք շարժումը կյանք է։ Ընդհանրապես բուժական վեկտորները մեզ մոտ երկուսն են։ Ամբողջական կոնսերվատիվ թերապիա եւ վիրահատական։ Հիմա խոսենք կոնսերվատիվ թերապիայի մասին, այսինքն սա կոնսերվատիվ բուժական միջոցառումները այն ոչ վիրահատական բուժական խմբերն են, որոնց դեպքում ընդհանրապես վիրահատության մասին չենք խոսում։ Դա իր մեջ ներառում է կինեզոթերապիա, այսինքն հոդերի շարժունակություն եւ այլն, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ, դեղորայքային պրոցեդուրաներ, այսինքն համագումարային մոտեցում։ Դա իր մեջ ներառում է նաեւ հավելյալ քաշի նվազեցում։ Դա իր մեջ ներառում է նաեւ պացիենտի կրթություն։ Այսինքն բժիշկը օրինակ ես պացիենտի հետ խոսում եմ այնպես եւ փորձում եմ բացատրել, ես փորձում եմ այնպես բացատրել, որ ինքը հասկանա ինչի հետ գործ ունի։ Որովհետեւ եթե օրինակ մենք արել ենք կոնսերվատիվ կոմպլեքսային բուժում, պացիենտը գտնում է արդեն լավ վիճակում։ Ռեաբիլիտոլոգի մոտ արդեն չի աշխատում, փորձում է գնալ ջիմում, ինքը իրանով մարզվել, արդեն իրան լավ ազգում եւ այլն, ես պացիենտին բացատրում եմ, որ դու մոդելը պիտի հասկանաս, այսինքն գոնե բազային ինֆորմացիա պիտի իմանաս, ունենաս հոդի մասին, մկանի մասին եւ այլն։ Ինչ անել, ամեն վարքյան դու չես կարող օրինակ մարզիչին, չնայած կան որոշակի հարցեր, մարզիչը այո, բիոմեխանիկ հասկանում է ինչ անել, ոնց անել մկանը ոնց աշխատացնել, բայց հոդի կենսաքիմիան ու մնացած բաները, նեղ բժշկական բաներ մարզիչն չի հասկանում։ Ու դու չես կարող օրինակ մեկ մարզման ընթացքում 100 անգամ մարզիչին, որտեղ մարզիչը նայած զբաղված են այլ հարցերով, կանչել հարցնել, սա ոնց անեմ, նա ոնց անեմ, այսինքն մոդելը պետք է, եթե այդ կրթվածությունը պացիենտը ունենում է, այդ պացիենտի հետ աշխատելը շատ ավելի հեշտ է լինում։ Շատ ավելի հեշտ է լինում այն առումով, որտեղ գիտի ինչ արդեն բացարձակ անծանոթ բժիշկ է, էլի, հասկանում եմ ձեր ասածը։ Եվ ինքը արդեն գիտի, որ ամենական բժշկին չի հարցնում, ինչ անեմ, որ ես չվնասեմ։ Ինքը գիտի, որ օրինակ այս վարությունը անելու դեպքում, օրինակ խորը կքանիստ անելու դեպքում, ծնկահոդի աճառին կարող վնասի։ Բայց ալտերնատիվ գործողություն անելու, այսինքն կան բազմաթիվ մարզասարքեր քառագլուխ մկանը աշխատացնելու, այս գործողությունը անելով ինքը ստանում է սպորտային եւ մկանային տվյալ որակը, ինչը ուզում է եւ չի վնասում առանցքային հոդին։ Խոսքը դրա մասին է։ Իսկ վիրահատական արդեն որ մարդը պայմանական ասենք անգրագետ է, բացատրածը չհասկացավ կամ արդեն այնքան է խորացած խնդիրը, որ պիտի բուժման մյուս ուղղությամբ, մյուս վեկտորով գնանք, ինչպես բացատրեցիք։ Մյուս խումբը նայեք, վիրահատական խմբերը մենք ասեցի գործ ենք ունենում եւ տարեց պացիենտների հետ, եւ երիտասարդների հետ, երիտասարդները հիմնականում մեզ դիմում են այնպես միամոմենտ վնասվածքներով, ներհոդային կառույցների վնասվածքներով։ Եթե մենք վիրահատական բուժումը բաժանում ենք երկու մեծ խմբի՝ փակ վիրահատություններ, էնդոսկոպիկ, տվյալ դեպքում կոչվի մեր պրակտիկայում կոչվի արթրոսկոպիկ, այսինքն արթրո բառը հունանիսկ թարգմանենք կլինի հոդ, եւ հոդի զննումային վիրահատություններ։ Պացիենտները երբեմն շփոթում են, ասում են լապարոսկոպիկ եք անում։ Լապարո նշանակում է որովայն, այսինքն դա վիրաբույժներն են լապարոսկոպիկ, այսինքն բոլորը էնդոսկոպիկ վիրահատություններ են։ Սա արթրոսկոպիկ վիրահատություն է։ Փակ վիրահատություններ եւ բաց վիրահատություններ։ Եվ մենք ունենք միջանկյալ վիրահատությունների խումբ, որոնք կիսաբաց են եւ կիսափակ են, այսինքն արդյունքում մենք կտրում ենք, բայց օգնում ենք էնդոսկոպիկ, այսինքն ներհոդային գործողությունները էնդոսկոպիկ ենք անում, եթե վիրահատության տվյալ տեսակը պահանջում է նաև արտահոդային բաց վիրահատություն իրականացնել, այսինքն սա կոմբինացված կլինի։ Երբ ենք մենք գնում վիրահատական բուժման։ Եթե մենք խոսում ենք միամոմենտ սուր վնասվածքային վիճակների հետ, անմիջապես են գնում։ Եթե պացիենտը մեզ դիմում է մենիսկի տրավմատիկ վնասվածքով, որևէ կապանի վնասվածքով, ոսկրի ներոդային ոսկրի կոտրվածքով կամ եւ այլն, որ պահանջում միամոմենտ, այո։ Մյուս տարբերակը երբ որ գործ ենք ունենում քրոնիկական խնդիրների հետ, օրինակ արտրոզի մաշվածության հետ, տվյալ դեպքում մաքսիմալ աշխատում ենք հոդը ուշ տանել վիրահատական բուժման։ Ինչի համար, որովհետեւ ինչքան ուշ մենք վիրահատենք այդ հոդը, այսինքն ինչքան ուշ, եթե մենք խոսում ենք էնդոպրոթեզավորման մասին, այսինքն եթե այնպես է մաշված, որ պետք է արդեն ցուցում դնել վիրահատական էնդոպրոթեզավորման, բայց եթե ունենք շանսեր գոնե մի տարի կամ 2 տարի այդ հոդի կյանքը երկարացնելու, մենք գնում ենք դրան միանշանակ, որովհետև այս երկիր մոլորակում չկա որևէ մի արհեստական հոդ, որը կարող է կրկնել անատոմիական հոդի կենսամեխանիկան, հնարավոր չի ֆունկցիոնալությունը կրկնել։ Մենք ստանում ենք բնական հոդի փոխարեն արհեստական հոդ, որը կատարում է շարժում եւ թույլ է տալիս պացիենտին շարժվել, ապահովել դինամիկան։ Նույն ֆունկցիոնալությունը չունի եւ չի կարող փոխարինել, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Անատոմիական հոդին ոչինչ չի կարող փոխարինել։
բայց մենք կարողանում ենք հարցին արմատական լուծում տալ։ Մենք ունենք խեղաթյուրված հոդ, որի հետ ոչինչ անել չենք կարող, մենք ունենք տձևացած հոդ, ամբողջը կամ մաշված հոդ, պացիենտը ի վիճակի չի քայլելու։ Դե գոնե շարունակությունն եք վերականգնում։ Տվյալ դեպքում մենք ունենում ենք արմատական լուծում այս հարցի։ Մենք բնական հոդի այդ հոդը արդեն չաշխատող հոդ է։ Դրա փոխարեն ունենում ենք արհեստական հոդ տեղադրված, որը թույլ է տալիս պացիենտին ակտիվ շարժվել։ Որոշ պացիենտների դեպքում նույնիսկ պացիենտները կարողանում են վազել, կարողանում են ակտիվ սպորտով զբաղվել, եւ վերջո կա այսպիսի հասկացողություն, երբ որ օրինակ էնդոպրոթեզ տեղադրելուց հետո, եթե առաջին 1, 2, 3 ամիսների ընթացքում, այսինքն մոտակա ժամանակահատվածում պացիենտի ուղեղը, գլխուղեղի կեղևը հսկում է ամեն ինչ, այսինքն հասկանում է, որ տեղ արհեստական հոդ է, որոշ ժամանակ հետո ուղեղը արդեն չի հսկում, որովհետեւ այնտեղից գնում են արդեն բնականon պրոպրիոցեպցիոն ազդակներ, այսինքն խորանի զգայական ազդակներ, եւ ուղղը հասկանում է, որ դա արդեն իր սեփականությունն է։ Եվ պացիենտը արդեն քայլում է առանց մտածելու։ Այդ որոշ դեպքերում պետք է աղավ հակառակ դեպքում չընդունի, հա, օրգանիզմը, այսպես ասենք։ Չընդունի օրգանիզմը, տեսեք, տեսականորեն կարա չընդունի։ Ցանկացած օտար նյութ, որը տեղադրվում է օրգանիզմում, այսինքն իմպլանտ կոչվածը, կապ չունի ինչ ենք ծնկահոդի իմպլանտ, այլ հոդի իմպլանտ կամ փոքր խարիսներ եւ այլն եւ այլն։ Այսինքն ցանկացած, այսպես ասենք, ցանկացած օտար բան, որը մնում է հոդում, անվանենք կամ օրգանիզմում անվանենք իմպլանտ։ Նրանց կազմությունները բազմազան են իմպլանտների։ Անկախ նրանից թե ինչ կազմություն ունի, օրգանիզմը կարա դա չընդունի։ Օրգանիզմը համարի, չնայած որ արտադրողները, այսինքն այս ամեն ինչը արտադրվում է այն կարևորագույն ֆակտորը հաշվի առնելով, որ օրգանիզմի նկատմամբ դա լինի ինտակտ, այսինքն օրգանիզմի իմունային համակարգի կողմից գրոհի չենթարկվի եւ ընդունվի։ Չնայած լինում են դեպքեր, այսինքն տեսականորեն նկարագրված է, բայց դա լինում է շատ սակավ դեպքերում միլիոնից մեկի մոտ։ Ես չեմ տեսել, ես չեմ հանդիպել, չեմ էլ լսել, որ իմ ընկերները պատմեն, որ օրինակ ինչ-որ իմպլանտի նկատմամբ եղել է անհանդուր ժողականություն։ Բայց տեսականորեն գիտենք, որ կարող է պատահել։ Կարող է, բայց մեծ ծավալային վիրահատությունների դեպքում այլ խնդիրներ էլ կարող են լինել։ Օրինակ հոդը բորբոքվի կամ օրինակ նույն օստեոպորոտիկ ոսկրի պայմաններում, եթե ոսկրը շատ թույլ է, մենք աշխատում ենք այդ ոսկրային համակարգը պնդացնել մի քիչ, նոր էնդոպրոթեզ տեղադրել, որտեղ ի վերջո ոսկրը դա այն հենքն է, որի վրա մենք կառուցում ենք այդ համակարգը։ Այսինքն, օրինակ, տան հիմքը պիտի ամուր լինի, որ տունը ամուր լինի։ Այսինքն, դրա վրա է կառուցում, որտեղ եթե ինքը գնալով թուլանա, այդ էնդոպրոթեզը կփոկվի, եւ այստեղ էնդոպրոթեզը որևէ մեղավորություն չունի, այսինքն ոսկրի համակարգն է արդեն թույլ։ Համակարգը թուլանում է եւ մենք ստիպված ենք լինելու երկրորդ վիրահատության դրան։ Դրանից է, որ բժիշկները մինչև վերջ փաստորեն պայքարում են, որ մարդու հենց օրգանիզմը աշխատի, հոդը։ Պետք է անես ամեն ինչ, այսպես ասած, որպեսզի, բայց եթե տեսնում ես, որ պացիենտը ցավից տառապում է, էլ չկա տարբերակ, պետք է գնալ արդեն վիրահատական բուժման։ Եվրոպական երկրներում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրանք հստակ գրադացիա ունեն։ Եթե պացիենտին նայում են, ռենտգեն հետազոտությունը արված է, կապ չունի, նայեցին, գնահատվեց արտրոզի։ Դա իրենք պրոտոկոլներով գնում են։ Ասում են գնացինք վիրահատական բուժման։ Ոչ վիրահատական բուժման։ Միջանկյալ ոչինչ չունեն։ Իրանք պացիենտի չեն քննարկում ընդհանրապես, որ հնարավոր է տեղ ներարկել, ֆիզիոթերապիա անել եւ այլն։ Այ բժիշկները հնարամիտ են, պրոտոկոլներ շրջանցում են, հանուն պացիենտի, միանշանակ։ Մենք աշխատում ենք պացիենտի մոտ հնարավորինս երկար անատոմիական հոդը պահել, որտեղ իրենս անատոմիական հոդը դա այն կառույցն է, որը ոչ մի կերպ չի կարելի կրկնել արհեստականով։ Բժիշկ, շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր եւ ամփոփելով եկեք էլի գանք Հիպոկրատին, որ չթերագնահատենք հոդերը, հենաշարժողական համակարգը, որովհետեւ հենաշարժողական է, հենվում ենք, շարժվում ենք, այո, ամեն ինչն է։ Ցիրտը կարևոր է, գլուխը կարևոր է, բայց հենաշարժողական համակարգը պակաս կարևոր չէ։ Շատ շնորհակալ եմ, շատ իսկապես հանրամատչելի բացատրեցիք եւ մենք երկար այս հաղորդման դրվագները կօգտագործենք դետալ 35 վայրկյաններով մարդկանց հասցնելու, սովորեցնելու, կրթելու, իրազեկելու, որ այս համակարգն էլ կարևոր։ Ես եմ շնորհակալ եմ հրավերքի համար եւ հուսով եմ մեր այսօրվա եթերը կլինի նաեւ ուսուցողական մեր ժողովրդի համար եւ հուսով եմ որ մենք տվեցինք որոշակի ինֆորմացիա մարդկանց պահելու, խնայելու, ինչպես անել որ հոդերը, մկանները եւ մնացած համակարգը ավելի առողջ բան։